Ընտրություններին մեկ ամսից էլ քիչ է մնացել։ Ընտրողը կարող քվեարկի ում որ ուզի։ Ընտրակաշարք տալուց հետո էլ փորձում են վերահսկել, թե օրինակ այդ այսպես ասած 10-ով շիկ կոչվածների, այդ միջնորդների եւ այդ տվողների շրջանակը հաշվարկի, թե իր տվածի որքան քանակն է, որ իսկապես ընտրել է։ Հատկապես նախընտրական շրջանում ընտրակաշարք տալու եւ վերցնելու ձևերի մասին միֆերն ավելի կենսունակ են դառնում։ Օրինակ, ընտրակաշարք վերցնելը կարելի է ինչ որ ձև քողարկել, ինչ որ ձևական պայմանագրեր ստորագրելով։ Որ եթե ես ստորագրել եմ օրինակ, չգիտեմ, կամավորության պայմանագիր կամ ձևական աշխատանքային պայմանագիր, ին վերցրած ընտրակաշարքը ընտրակաշարք չի եւ ես այլևս 7 տարվա ազատազրկման ռիսկի տակ չեմ։ Այսինքն ընտրակաշարք տվողները վերցնողներին ինչ որ ձևական փաստաթղթեր ստորագրելով մանիպուլացնում են, թե դա քրեորեն պատժելի արարք չէ։ Իոնիսյանը ընդգծում է, դա միֆ է։ Ամենահին միֆերից մեկն այն է, որ ինչ որ ձև տեսնելու են, թե ընտրողը ինչպես է քվեարկել։ Ժամանակին ասում էին գրիչի մեջ տեսախցիկ կա, դե հիմա էլ գրիչ չկա տեղամասում։ Էլ գախնի տեսախցիկ կա, էլ սենց կա, էլ նենց կա, էլ այն անկյունի հետևից կտեսնենք, թե ոնց ենք քվեարկում։ Էլ որ դու ես ինչ քվեաթերթիկը հանես, մենք կտեսնենք, որ դու մյուսին ես քվեարկել։ Տեղամասերում ընտրություններ կեղծելու հնարավորությունը եւս Իոնիսյանը միֆ է համարում։ Ընտրական տեղամասի հանձնաժողովի 8 անդամներից 4-ը ընդդիմությունից են։ 2-ը իշխանության ներկայացուցիչներն են, 2-ը վերադասընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ են, բոլոր տեղամասերում կան դիտորդներ, կան բոլոր կուսակցություններից վստահված անձինք, կան գոնե հիմնական կուսակցություններից, կան լրատվամիջոցներ, տեղամասերում կա տեսախցիկներ։ Բացի այդ, արդյունքները կարող են վերահաշվարկվել պատահականության սկզբունքով, անգամ եթե տեղամասերից բողոքներ չլինեն։ Եվ եթե պարզվի ինչ որ մեկը ինչ որ թիվ է կեղծել, բոլորը գնալու են միջև 8 տարով նստեն։ Տեղամասում որևիցե թիվ կեղծելը, որևիցե թիվ նկարելը, մի տրցակից մյուս տրցակ քվեաթերթիկներ տեղափոխելը, քաղաքական ուժերի քվեաթերթիկները մեջ անելը վաղուց հնարավոր չի, ուղղակի հնարավոր չի դա անել առանց բացահայտվելու։ Ընտրակաշարքի դիմաց քվեարկելը վերահսկելու մեթոդներից ժամանակին տարածված է եղել ընտրաթերթիկի ծրարում որևէ իր դնելը։ Մարդկանց դրդում էին, ասենք, չգիտեմ, ինչ որ կոճակ դնել կամ ինչ որ թել դնել կամ ինչ որ մի իր, ոչ կամ սկրեպ կամ ինչ որ բաներ, որոնք վստահաբար հետո իրենք նույնականացնել են, որ այս այն մարդիկ են, որոնց իրենք վճարել են։ Առաջիկա ընտրություններում այս տարբերակը եւս բացառվում է, քանի որ ընտրական օրենսգրքի փոփոխություններով ծրարում այլ իր գտնելու դեպքում քվեաթերթիկն անվավեր է ճանաչվում։ Փոքր համայնքներում հաճախ իրավիճակներ կարող են լինել, երբ մարդը չկարողանա մերժել, որովհետև կարող է օրինակ քրեական հեղինակություններ այդտեղ ներգրաված լինեն, իսկապես մարդիկ վախենան եւ չմերժեն ընտրակաշարք վերցնել։ Անկամ եթե վերցրել եք, միշտ պիտի հիշեն, որ քվեախցում իրենց քվեարկության գաղտնիությունը ապահովված է։ Իոնիսյանը հուշում է, եթե անգամ ընտրակաշարքն արդեն վերցրել են, միևնույն է ոչ մի կերպ չի կարող նույնականացվել, թե ում են ընտրել։ Ստիպում են, որ քվեաթերթիկը նկարի։ Մի քվեաթերթիկը կնկարի, ուրիշ քվեաթերթիկը կդնի ծրարի մեջ։ Ստիպում են, որ օրինակ 19 ուժ է մասնակցում, մյուս 18 ուժերի քվեաթերթիկները հանի, որ տեսնեն, որ ես հենց այդ մի ուժինն է դրել ծրարի մեջ։ Այդտեղ քվեարկության խցիկում արկղ կա չօգտագործված քվեաթերթիկների, այդ արկղից կարող ցանկացած կոմբինացիա անի քվեաթերթիկների, դուրս ինչ ուզի ցույց տա, բայց ծրարի մեջ իրականում ինչ ուզի դնի։ Միևնույն ժամանակ փորձագետը չի շտապում ասել, որ ընտրակաշարքն առաջիկա ընտրություններին որևէ դեր չի խաղա։ Ճիշտ է, ընտրակաշարքի գներն են շատ բարձր դառել, բայց ամեն դեպքում ընտրակաշարքի դեմ պայքարի այսպիսի ծավալներ Հայաստանի Հանրապետությունում երբեք չեն եղել։ Շատ տարբեր շրջաններ են ունեցել, բայց այս ընտրություններին ֆինանսական հոսքերի եւ ֆինանսական միջոցների քանակը ու ծավալն է շատ մեծացել։ Եվ այդ առումով շատ ավելի վտանգավոր է, տեսակներն են շատ տարբեր դարձել, որովհետև եթե նախկինում շատ հստակ էր այդպես ֆինանսական միջոցը տրվում էր, դու քվեարկում ես, այս գործարքը ավելի այդպես ուղիղ բնույթ ուներ, հիմա այդպես խոստումներ են, երեխայի ուսման վարձ տալ։ Իդեպ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարն էլ իր էջում տեղեկացրել էր. արդեն 3 ահազանգ են ստացել ուսումնական հաստատություններում, դպրոցներում եւ բուհերում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։ Հորդորում են նմանատիպ խնդիրների դեպքում դիմել իրենց հավելում կրթական հաստատությունները կրթության համար են։ Էմմա Վարդանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։